Ապրիլի 6-ին մեր եկեղեցին նշեց մեծ պահքի 6-րդ Գալստյան կիրակին։ Այն հիշեցնում է Քրիստոսի երկրորդ Գալստյանը պատրաստ լինելու մասին։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում փակ պատարագ մատուցեց Տեր Անդրեաս վարդապետ Եզեկյանը։ Գալստյան կիրակիի խորհուրդը համբերության, բարեպաշտ կյանքով ապրելու կոչ է։ Եթե մտաբերեք առաջին կիրակիից մինչև վերջին կիրակին բոլոր խորհուրդները, կտեսնեք, որ մարդու անկումը, մարդու Աստծուց հեռացումը եւ վերականգնման հնարավորությունն է։ Հիմա այսօր մեզ, մեր եկեղեցին, Սուրբ Գիրքը, մեր Տերը հրավիրում է, որպեսզի մենք իր Գալստյան խորհուրդը մեր կյանքի մեջ նորոգենք։ Եթե մենք չնորոգենք իր խորհուրդը, որ իր ներկայությունը մեր կյանքում է, մեր առօրյա կյանքում է, մեր սխալների մեջ է, մեր սայթաքումների մեջ է, մեր ձեռքբերումների մեջ է, մեր օրհնությունների մեջ է, ամեն ինչի մեջ է Տիրոջ ներկայությունը։ Հենց որ գտնենք այդ ներկայությունը, մեր կյանքը ամբողջությամբ փոխվելու է դեպի երջանիկ, դեպի ավելի խաղաղ, դեպի ավելի սիրով լեցուն, դեպի համերաշխ, հաշտ, ավելի հաղթական կյանք։ Առաջին գալուստով Քրիստոս մարդու առջև բացեց փրկության ճանապարհը, սովորեցրեց ինչպես է պետք ապրել երկնքի արքայությանն արժանանալու համար։ Սուրբ Էջմիածնի մայրտաճարում հավատացյալների համար օրվա պատգամը մեկնեց Տեր Դանիել եպիսկոպոս Ֆնդկյանը։ Սրբազան հայրը հիշեցրեց հավատացյալներին, որ երկրորդ անգամ Քրիստոս աշխարհ է գալու որպես թագավոր, դատելու արդարներին եւ մեղավորներին ըստ իրենց գործերի։ Ավետարաններում եւ առաքելական թղթերում նկարագրվում է ինչպիսի տագնապալի իրադարձություններ են նախորդելու Քրիստոսի երկրորդ Գալստյանը։ Լսելու եք պատերազմների ձայներ եւ պատերազմների լուրեր, ազգ ազգի դեմ պիտի ելնի, թագավորությունը թագավորության դեմ, երկրաշարժներ, բազում սուտ մարգարեներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն եւ անօրինության շատանալուց շատերի սերը պիտի ցամաքի, բայց ով միջև վերջ համբերեց, նա պիտի փրկվի, կարդում ենք Մատթեոսի ավետարանում։ Այսօր մեզ մեր եկեղեցին հիշեցնում է, որ եթե մենք չանդրադառնանք եւ չհաշտվենք Տիրոջ հետ, կարող է մեր ժամանակը հասնի եւ մենք գնանք եւ երկրորդ Գալստյան ժամանակ ուշ լինի ամեն ինչ եւ այդ վախացնող վայրի զգուշացումները կային այսօր ավետարանի մեջ, որ եթե չհասցնեք եւ մնաք այդ ձեր մեղքի մեջ, սխալի մեջ, եթե չհասցնեք Աստծուն փնտրել, գտնել, Աստծո միանալ, վատ է լինելու մեր վիճակը։ Որովհետև ես թելադրում եմ, մաղթում եմ մեր բոլոր հավատացյալներին, մեզանից սկսած իհարկե, որ այդ փնտրտուքը ամեն օր մենք ունենանք, հատկապես այս հնարավոր շրջանում, որ մեզ մեր եկեղեցին ընձեռել է, որ մենք մի փոքր ավելի խորհրդածենք, մի փոքր ավելի աղոթքին ժամանակ տանք, Սուրբ Գրքի ընթերցանության ժամանակ տանք, սրբատեղիներ այցելենք, մի քիչ մեր ներսը նայենք, մի քիչ մեր ներսը մաքրություն անենք, այդ մաքրության արդյունքում մենք կպատրաստվենք մեծ տոնին։ Իզմիրլյան բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը մեծ պահքի ընթացքում գրեթե ամեն կիրակի մասնակցում է պատարագին։ Նոր ավարտվեց պատարագը, ես հիմա այլ հարթության մեջ եմ, այլ տեզերքում եմ, իմ տեզերքը հիմա այլ է այս պահին եւ յուրաքանչյուր անգամ գալով պատարագին մենք մեզ ուխտ ենք անում, որ միայն աստվածահաճո գործեր անենք հաջորդ շաբաթվա ընթացքում, անենք միայն այն, ինչ որ կցանկանենք, որ մեր նկատմամբ արվեր։ Յուրաքանչյուր անգամ գալով պատարագի այն Աստծո սերը եւ իմաստնությունը, որ դրել է մեր մեջ, ավելանում է։ Մի կաթիլ, մի մազաչափ, բայց յուրաքանչյուր անգամ ավելանում է։ Հայոց հոգևոր կենտրոնը թեև միշտ է բազմամարդ, բայց մեծ պահքի օրերին մարդկանց հոսքը որպես կանոն կրկնապատկվում է։ Հայաստանի տարբեր անկյուններից մարդիկ գալիս են Սուրբ Էջմիածին ոչ միայն հայոց հայրապետի օրհնությունը ստանալու, այլև կիրակիների մեկնությունը հենց Մայրաթորի միաբաններից լսելու։ Իրականում պահքը սկսելուց մտածել էի, որ գոնե 3-4 կիրակի պետք է որ Էջմիածնում լինեմ, մենք Գյումրիից ենք եկել, ու իմ համար այստեղ պատարագին մասնակցելը մի ուրիշ խաղաղություն է։ Ամեն անգամ գալուց խաղաղված, հանգիստ ու ավելի ուժեղացած
հոգևոր առումով գնում եմ տուն, մանավանդ երբ որ ամեն անգամ նոր հարսվիրների, սրբազանների հետ եմ ծանոթանում, իմ համար դա շատ կարևոր է ու ուրախալի, որ ես կարողանում եմ իրենց հետ կապ պահել։ Վստահ եմ, որ ամենօրյա պատրաստությունների միջոցով, երբ Տերը գա, հաստատ վստահ եմ, որ կճանաչի մեզ եւ կընդունի իր հարկում եւ կարժանանանք երկնային արքայությանը։ Ես ամեն շաբաթ երեկոյան անհամբեր սպասում եմ, որպես երբեմ քնելու արտնեմ ու գամ պատարագի, որովհետև չգիտեմ, ոնց որ իմ ուրախությունը լինի այստեղը։ Եթե ուրիշների համար, չգիտեմ, ինչ որ երեկույթներն են ուրախություն, չգիտեմ, այդտեղը սա է իմ ուրախությունը, իմ խաղաղությունը, իմ հանգստությունը։ Հաջորդ կիրակի Ծաղկազարդի տոնին կբացվեն ավագ խորանների վարագույրները։ Եկեղեցին կտոնի Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ։ Անուշ Առաքելյան, Վռամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։